Ասում են դեռ 33 տարի առաջ Վանգան արել է իր վերջին կանխատեսումը, որի տարածումը արգելված էր մինչև նրա մահը։ Այդ կանխատեսման մեջ ասվում էր, որ մեր քաղաքակրթության վերջին զատիկը տեղի կունենա 2026 թվականի ապրիլի 12-ին, ինչը համապատասխանում է Ռուսաստանի զատիկին։ Ինքը տարին հրեղեն ձիու տարի է, այն նույն ապոկալիպսիսի հեծյալը, որը մեզ տանում է փոփոխությունների։ Այստեղ ապոկալիպսիսը ներկայացվում է որպես համակարգի վերագործարկման կետ։ Հրեղեն ձին այս դեպքում ըստ էության մեր մարմինն է, իսկ մեր ներսում այրվում է կյանքի կրակը։ Այդ կյանքի կրակը կարող է և ստեղծել, և ոչնչացնել։ Մարդկանց մեծ խմբերի հետ աշխատելիս տեսանելի է հսկայական վախ, խոր թուլության վիճակ, այդ վիճակը հաղթահարելու անկարողություն, վախ թե վաղվա օրվա նկատմամբ, թե սեփական կյանքի, երեխաների և ապագայի համար։ Առաջանում է թաքնվելու, փախչելու ցանկություն, ֆիզիկական վիճակն էլ է շատ ծանր։ Մարդիկ բողոքում են գլխացավերից, զսպվածության պակասից, զայրույթից։ Իհարկե, մարդկանց մեծ մասը դա վերագրում է արտաքին իրադարձություններին, կարծելով, թե արտաքինն է որոշում ներքինը, բայց իրականում տեղի է ունենում բացահայտման գործընթացը։ Մեր ալիքի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ներկայացվող տեղեկությունը կեղծ հայտարարություն է և չունի որևէ հաստատված փաստաթղթային հիմք։ Ըստ իրականացված վերլուծության, Վանգայի վերագրվող 2026 թվականի ապրիլի 12-ի կանխատեսումը տարածվել է հիմնականում համացանցային երկրորդային աղբյուրների միջև և չի հիմնավորվում վստահելի սկզբնաղբյուրներով։ Չկան որևէ անկախ փաստաթղթեր, օրագրային գրառումներ կամ հաստատված վկայություններ, որոնք կապացուցեն, թե Վանգան իր կյանքի ընթացքում իրականում նման հայտարարություն է արել։ Լրատվական և հանրային տարբեր հարթակներում շրջանառվող մեջբերումները, ինչպես բուլղարական, այնպես էլ ռուսական աղբյուրներում հիմնված են հիմնականում վերարտադրված և փոփոխված ինտերնետային հրապարակումների վրա։ Դրանք չունեն աուդիո կամ վիդեո ապացույցներ և փոխանցվում են որպես ենթադրություններ կամ սենսացիոն մեկնաբանություններ։ Հատկանշական է, որ գաղտնի օրագրի կամ 33 տարի անց բացվող թղթապանակի մասին տեղեկությունները նույնպես չեն հաստատվում որևէ պաշտոնական աղբյուրով։ Այս վարկածը լայն տարածում է ստացել միայն 2026 թվականի գարնանը սոցիալական ցանցերում և բլոգային հարթակներում, ինչից հետո այն կրկնօրինակվել է տարբեր լրատվամիջոցների կողմից առանց լրացուցիչ ստուգման։ Փորձագետների և հետազոտողների գնահատմամբ, շրջանառվող մեջբերումները, օրինակ՝ «երկիրը կմեռնի», «քամին կմարի», «թռչունները կլռեն» ձևակերպումները Վանգայի իրական խոսքերը չեն, այլ հանդիսանում են ազատ մեկնաբանությունների կամ ձևափոխված տեքստերի արդյունք։ Նման նյութերը հաճախ օգտագործվում են սենսացիոն բովանդակություն ստեղծելու և լայն լսարան ներգրավելու նպատակով։ Ընդհանուր առմամբ, ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տվյալ կանխատեսումը չի համապատասխանում փաստերի